Պարոն Ղազարյան, դերևս նաև ամփոփելով, դուք այդտեղ անդրադարձեք հեծի թեմային, բայց այժմ նաև ներկայացնող Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ եք, ասեմ, քաղաքային վարչության խորհրդի անդամ եք, լինում եք քաղաքային խորհրդի, լինում եք մարզերում, հանդիպումների հանդիպումների եք լինում քաղաքացիների հետ, ինչպես եք գնահատում նախ ձեր շանսերը և հաշվի առնելով այս պահին կատարվողը երկրի ներսում և երկրի շուրջ, տեսնում ենք, որ իշխանությունները կարծեք հատում են նաև այն կարմիր գծերը, որոնք վերաբերում են օրինակ մայրաքաղաք Էջմիածնին, հենց այս համատեքստում, ինչպես եք գնահատում ձեր ուժերը և հաղթանակի շանսը։ Անկեղծ ասած, երևի զգացիք այդ հենց քաղաքական հարցին չես ձգվեցի մի քիչ, էլի։ Անկեղծ ասած, մենք հաշվի առնելով վերջի մեր տեխնացուի վերաբերյալ հայտարարությունը, հաղթելու հետ կապված, խնդրում եմ սա չընդունել որպես ինքնագովեստ կամ այսպես բարձր գերագնահատել, հաղթելու հետ կապված միանշանակ համոզված եմ, որ հաղթելու ենք, այստեղ խնդիրը այլ է, որ պետք է ունենանք որակյալ մեծամասնություն մեր հայտարարված տեխնացուի հետ կապված հարցը լուծելու համար։ Ինչ վերաբերում է մարզերին, գիտեք, մարզերում կա այսպես երկու տարբեր աշխարհներ, շնորհիվ մեր այսպես ճակատների մեջ հանրային հեռուստաընկերության, որը ամբողջությամբ, եթե զգացել եք իմ որևիցե ասուլիսին ներկայել չեն, այնպես չի, որ շատ ուզում եմ ներկա լինեմ, բայց ամեն դեպքում, եթե ցանկանում ես քո ժողովրդին իրականությունը ճիշտը մատուցել, ուրեմն թույլ տուր ժողովրդին երկու կարծիքը տուր, թող ժողովուրդը գնահատի արդեն որն է ճիշտ։ Շնորհիվ ՀՄԵԿ-ի, այսպես շատ վատ սխալ քայլ են անում, ոչ պետական, բայց ամեն դեպքում դա էլ է կոտրվում։ Հավատացած եղեք, որ մարդկանց հետ խոսելով, զրուցելով, մարդկանց հետ այսպես շատ բաց, շատ, եւ մեր ուժը ինչի է Ուժեղ Հայաստան, որովհետև մեր ղեկավարը ուժեղ է եւ այդ ուժեղությունը ենթադրում է նաեւ անկեղծություն, ենթադրում է նաեւ մաքրություն, ենթադրում է, որովհետև այս իշխանությունը իրեն պահում է թույլ է, ինքը ուժեղ չէ։ Ուժեղ իշխանությունը այսպիսի բաներ չի անում։ Պատկերացնում եք, որ պատմական իրադարձություն է տեղի ունենում, վեհափարի դեմ մտնում են դատարան, վեհափարի կայացրած որոշման դեմ։ Ամենավատ երազում դա հնարավոր չէր պատկերացնել, ամենավատ։ Քաղաքացիական գործերով դատարան մտնում, ասում են վեհափարը ինձ հեռացրել է, որ մեկն էլ չգիտեմ, որտեղ են այդ կրթությունը ստացել, այդ ինչ կրթություն է կամ այդ ինչ որակ է, նա էլ ընդունում է վարույթ։ Հետո վերցնում են մի հատ էլ հաշվի առնելով, որ եպիսկոպոսատ ժողովը պետք է տեղ ունենա, վերցնում են բոլորի հետ արգելք են դնում արտասահման գնալու վրա, չի լինում այդպիսի բան, չի կարելի։ Այդ ամեն ինչը մեր ժողովուրդը սկսում է արդեն հասկանալ, իսկ այդ պարագայում այլ տարբերակ չկա, ինչպես հայտարարել եմ, ևս մեկ անգամ կրկնում եմ, հունիսի 8-ին չի լինելու այս իշխանությունը։ Այս իշխանությունը ամենալավագույնը հարգելով մեր ժողովրդի ընտրությունը լինելու ընդդիմություն։ Եվ կարծում եմ շատ փոքր։ Համեցեք։ Պարոն Ղազարյան, այս օրերին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմադիր քաղաքական ուժերի կուսակցությունները մասնակցելով ընտրություններին պլանավորում են փորձ են անում ամբողջ համապետական ընտրություններին Գյումրի երկու պլան իրագործել, այս սեկտորով գնալ, ինչպես կատարել։ Ճիշտն ասած, ինչպես նշվեց, մեր կուսակցությունը ունի խորհուրդ, ես խորհրդի անդամ եմ, ինչ եմ սա շեշտում, որովհետև ենթադրում եմ, որ պետք է որ այսպիսի քննարկում լինելու դեպքում մասնակցած լինեմ, այդպիսի քննարկում բացարձակ չի եղել, մենք չենք դիտարկում որևիցե այլ սցենար, քան որակյալ մեծամասնությունը վերցնելու։ Կգա ժամանակը կհասկանանք, կտեսնենք, այս պայմանությամբ որևիցե բան չի քննարկվել եւ չի քննարկվում։ Ընդամենը հաշվի առնելով, որ
մեր ժողովուրդը ամբողջությամբ բնականաբար չեմ կարող այսպիսի հայտարարություն անել, բայց մեծամասնությունը ամենայն դեպս ցանկանում է երկրի ղեկին տեսնել ուժեղ մարդ, ուժեղ բանակցող, ուժեղ տնտեսագետ, ուժեղ բիզնեսմեն, ուժեղ կառավարիչ, այլ ոչ թե թույլ, որը հիմա ունենք, այդ իսկ պատճառով ներկայացրել ենք Սամվել Կարապետյանի թեկնածությունը։ Հիմա մենք եղել ենք շատ ազնիվ, մենք տակից ոչ մի բան չենք արել, ի սկզբանե մեր ճանապարհային քարտեզը հրապարակել ենք եւ բնականաբար գնում ենք 2/3-ի։ Այսինքն համանդրական նաեւ օրենքները փոփոխելու ընդհանրապես որակյալ մեծամասնություն, որը 2/3-ն է։ Այլ տարբերակ այս բանը չի քննարկվում։ Շնորհակալություն։ Եթե հարցեր չկան, որ Շնորհակալ եմ, տեսնեմ ձեզ։